حضرت آیت الله العظما سید مجتبی خامنه ای Աստծո ձեռքը երևաց, Խամենեին երիտասարդացավ։ Իրանական լրատվամիջոցները այսպիսի գրությամբ են հրապարակել երկրի նոր հոգևոր առաջնորդի Մոջթաբա Խամենեիի ընտրության մասին լուրը։ Ալլահու ակբար Ալի Խամենեիի երկրորդ որդուն Իսլամական Հանրապետության փորձագետների խորհուրդը ընտրել է գրեթե միաձայն։ Մոջթաբա Խամենեին երկրի երրորդ հոգևոր առաջնորդն է։ Նրա հայրը սպանվել է փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարձակման առաջին օրը։ Ֆարս լրատվական գործակալությունը փոխանցում է, որ երկրի նոր հոգևոր առաջնորդի երթմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր Թեհրանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ի դեպ դեռ վաղաժամ է համարել մեկնաբանել ընտրությունը, իսկ ավելի վաղ նա նշել էր, որ ով էլ այդ պաշտոնում լինի, պետք է իրենց հավանությունը ստանա։ Լիբանանի հարավում գտնվող Սայդա քաղաքի պաղեստինյան փախստականների ճամբարը վերածվել է ավերակների։ Իսրայելական երկու հզոր ավիահարվածներ է քարուքանդ են արել բնակելի շենքերը, ստիպելով հազարավոր ընտանիքների փախչել իրենց տներից։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ավելի քան 600 թիրախ խոցելու եւ Հեզբոլահի շուրջ 200 մարտիկի սպանության մասին։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով զոհերի թիվն արդեն հասել է մոտ 400-ի, վիրավորներինը 1130-ի։ Իսրայելական կողմը նույնպես հայտնել է առաջին իր պաշտոնական կորուստների մասին։ Պատերազմից ի վեր զոհվել է 2 զինծառայող։ نیروهای مسلح جمهوری اسلامی ایران Իսրայելի թիրախում են հայտնվել Իրանի նավթային պահեստարանները Քոհակում, Շահրանում եւ Քարաջում։ Թեհրանի նավթավերամշակման գործարանում բռնկված հզոր հրդեհը ցախալի խոսնակը որակել է որպես հարված ահաբեկչական վարչակազմի անիվները շենացնող մեխանիզմին։ Իսլամական Հանրապետության երրորդ գերագույն առաջնորդի նշանակումից հետո Թեհրանի վանակ հրապարակում մարդիկ տոնել են, մինչդեռ Դոնալդ Թրամփը հեգնանքով նշել է, որ նոր առաջնորդը երկար չի ձգի։ Վիեննայի կենտրոնում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց, բողոքելով ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողությունների դեմ եւ նախազգուշացնելով գլոբալ գնաճի եւ նավթի գների թռիչքի մասին։ Իրանը առավոտյան իրականացրել է իր առաջին հրթիռային հարձակումը Իսրայելի վրա Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի նշանակումից հետո։ Հայտնում է պետական IRIB հեռուստառադիոընկերությունը։ Իսրայելում հրթիռային հարվածների մասին նախազգուշացնող տագնապի շչակները հնչել են երկրի հյուսիսային եւ կենտրոնական հատվածների մեծ մասում, ներառյալ Թել Ավիվ եւ Հայֆա քաղաքները։ Կատարի մայրաքաղաք Դոհայում եւս մի քանի պայթյուններ են հնչել։ Բահրեյնի մայրաքաղաքում գտնվող ԱՄՆ 5-րդ նավատորմի բազան եւս եղել է Իրանի թիրախում։ Անօդաչուներով գրոհ իրականացվել է նաեւ Սաուդյան Արաբիայի եւ Քուվեյթի ուղղությամբ։ Իսրայելի զինված ուժերն էլ հայտնել են, որ վաղ առավոտյան հարվածներ են հասցրել Բեյրութի շրջանին, թիրախավորելով Իրանի կողմից աջակցվող Հեզբոլլահ զինյալ խմբավորմանը։ And I'd like to sign an executive order. Վաշինգտոնը դիտարկում է Նախիջևանից Իրանի դեմ նոր ռազմական ճակատ բացելու հնարավորությունը, ինչը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գլխավոր, բայց քողարկված նպատակն է։ Ըստ Սվաբոդնայա պրեսա պարբերականի վերլուծության էպիկական ցասում գործողության ձախողումից հետո Սպիտակ տունը նոր ուղիներ է փնտրում Իրանի Իսլամական Հանրապետությունը կոտրելու համար։ Ծրագրի համաձայն Ադրբեջանի եւ Իրաքի քրդական փեշմերգանները համատեղ ցամաքային գործողություններ պետք է սկսեն Իրանում, ինչն էլ թույլ կտա լիակատար վերահսկողություն հաստատել Իրանի հյուսիսարևմտյան հատվածի նկատմամբ, հարվածի տակ դնելով Թավրիզը։ Այս նպատակին հասնելու համար ըստ լրատվականի անհրաժեշտ է Նախիջևանում ստեղծել հզոր ռազմական բազա, ինչը հնարավոր կդառնա միայն TRIP համաձայնագրի եւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գործարկման պայմաններում։ Ըստ ռուսական լրատվամիջոցի Հայաստանը ԱՄՆ երաշխիքների դիմաց ստիպված կլինի ապահովել ադրբեջանական զորքերի անարգել անցումը դեպի Նախիջևան։ Հենց սրանով էր պայմանավորված ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի անսպասելի այցը Երևան, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանին են փոխանցվել Վաշինգտոնի կոնկրետ պահանջները։ Թեև նման գործողությունը Ադրբեջանի համար հղի է Իրանի պատասխան հարվածներով եւ նավթային ոլորտի կորուստներով, այն դիտարկվում է որպես պարտադիր գին, որը Բաքուն պետք է վճարի Դոնալդ Թրամփի միջնորդության եւ աջակցության համար։
Այսօր նավթի գները հատել են $115 սահմանագիծը 1 բարելի դիմաց։ Մերձավոր Արևելքում լարվածության պահպանման ֆոնին այս տենդենսը շարունակվում է։ Միջազգային ստանդարտ համարվող Brent նավթի 1 բարելի գինը թռիչք է կատարել մինչև $115.31, ուրբաթ օրվա փակման գնից աճելով 24%-ով։ ԱՄՆ-ում արտադրվող թեթև West Texas Intermediate նավթը վաճառվում է $116.3, սա 28%-ով բարձր է ուրբաթ օրվա փակման գնից։ Նավթի գները վերջին ավելի քան 3.5 տարվա ընթացքում առաջին անգամ են գերազանցել $100։ Թեմային անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է հանգստացնել մտահոգ մարդկանց։ Նավթի կարճաժամկետ գները, որոնք կտրուկ կնվազեն, երբ Իրանի միջուկային սպառնալիքի ոչնչացումն ավարտվի, շատ փոքր գին են ԱՄՆ-ի եւ աշխարհի անվտանգության ու խաղաղության համար, հայտարարել է Թրամփը։ Ազգային ժողովում պարգևատրումները շարունակվում են։ Ամանորյա պարգևատրումների համեմատ, սակայն, այս անգամ ավելի համեստ են խորհրդարանի բաշխումները։ Այս դեպքում պարգևատրվել են միայն ազգային ժողովի կին պատգամավորներն ու աշխատակիցները։ Խորհրդարանի խոսնակի կարգադրությամբ կանանց միջազգային տոնի առթիվ յուրաքանչյուրը ստացել է պարգևավճար 70,000 դրամի չափով։ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների երևանյան վերջին հանդիպմանը ծախսվել է մոտավորապես 14.5 միլիոն դրամ։ Այս մասին հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը պատասխանելով Sputnik Armenia-ի գրավոր հարցմանը։ Խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում անցկացված երկկողմ կլոր սեղանը կայացել է ընդամենը 2 օր՝ փետրվարի 13-ից 14-ը Երևանում։ Ռուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակը կներկրվի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Նշվում է, որ 7 վագոնից բաղկացած եւ ընդհանուր 488 տոննա քաշով բեռնատար գնացքը Հայաստան կհասնի այսօր։ Նշված երթուղով հացահատիկի եւ վառելիքի ներկրումը շարունակվում է նախորդ տարվա նոյեմբերից։ Հայաստանում կան փակ եւ դժվար անցանելի ճանապարհներ, մասնավորապես փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ճանապարհները։ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի ոլորանները Դիլիջան-Վանաձոր, Սիսիան-Կապան, Կապան-Երևան ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհը դժվար անցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը եւս դժվար անցանելի է։